Տարօրինակ է, որ մենք դեսպանատուն չունենք Ավստրալիայում, չգիտեմ ինչու։ Այս մեկը կարող եմ ասել քննադատություն չի, ինչու։ Որտեղ տնտեսապես երևի տարածքը որ հեռու է, չեմ ասում չեմ քննադատի, եթե պետք լինի։ Հավանաբար պետության հաշիվների մեջ դեսպանատուն պահելը հեռու երկրում շատ հեռու էլի, այս տեխնիկական թանկության պատճառով ոչ թե հեռու։ Այդ մեկ դեսպանատուն չունենք, բայց դեսպանատուն չունենալու հետ միասին չունենք նաև հյուպատոսություն, որը շատ վատ է։ Ես օրինակ ես կարծում եմ դեսպանատուն պետք է ունենանք, անպայմանորեն, բայց դա չկա, եթե չկա գոնե հյուպատոսարան պիտի լինի եւ առևտրական ներկայացուցչություն, դա արևմտյան տիպի երկիր է, հանքարդյունաբերությամբ իր սպეციფიკայով, գյուղատնտեսական արտադրության կատարյալ կամ առաջատար մեթոդներով, դրանք ես հենց եմ չեմ խոսում։ Եվ մշակութային ներկայացություն չկա։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը շատ սերտ հարաբերության մեջ է իրականում մեր քաղաքացին, այնտեղ էլ մեր հայությունը երկու հատվածում էլ, բայց պետականության ոչ մի նշույլ չկա։ Այսինքն դա ինչպես է, դա թերություն է, թե բաց է, հերու բարական լինելով ես պետք է հարցնեմ, ինչն է պատճառը, որովհետև այդ հարցերը պիտի լուծվեն։ Օրինակ ինձ թվում է, որ վերջերս այդպես եղել է, մի քանի ամիս առաջ էր Վիետնամում մենք դեսպան ունեցանք, դեսպան նշանակվեց, ես դեսպաններ ճանաչում եմ, բայց դա շատ հեռու է Վիետնամից, Վիետնամում, Ճապոնիայում, կարծեմ Ճապոնիայի դեսպանը միջոցով են հարաբերվում, ինչ-որ հարցեր, բայց այստեղ ուրիշ հարց կա, սա ուրեմն Ավստրալիան է, որի կողքին ահռելի գիգանտ կա մի հատ, Ինդոնեզիան է, Նոր Զելանդիան է, պետություններ են սրանք, ընդորում այնտեղ գալիս է Հնդկաչինի հարավային մասը, տեսեք Մալակկայի այնտեղ նեղուց եւ այլն, այստեղ Բիրմա եւ այլն։ Ես առաջարկում եմ, որ պարոն Միրզոյանը մտածի եւ դեսպանատուն ստեղծեն դեսպանական մակարդակով։ Դե չպետության հարաբերությունները ասենք Ավստրալիան կենտրոնն է, բայց այդ կրկում է այս հատվածը, որտեղ Ճապոնիան շատ հեռու է։ Եվ խնդիրներն էլ ինձ թվում է տարբեր են։ Ես ենթադրում եմ, բայց այս բարականը որ կատեգորիկ բան չեմ կարող ասել, պիտի ուսումնասիրվի։ Ես իմ ունեցած գեոպոլիտիկա այդ առարկայի գիտության շրջանակներում եմ մտածում եւ ընդհանրապես մենք խնդիր ունենք հայությունը պետք է հաղթարի մի խնդրեմ որ կարծում եմ ռուսականությունից է գալիս անգլոսաքսոնական պետությունների ժողովուրդները շատ ավելի պիտի հարաբերվեն քան կա այդ ես դրա տակ եմ տեսնում ավանդույթը որտեղ ռուսները իրենք շատ սերտ գիտեք ապրում են աշխատում են Լոնդոնում Օրինակ, ես որ հիմա Լոնդոնի դեմ պատերազմ են հայտարարել, իրենց երեխեքի մեծ մասը Լոնդոնում է ապրում, դուք դա գիտեք, նաև ինչպես որ հայոց կողոպտիչները արևմուտքի դեմ խոսում են, բայց բուժում են Գերմանիայում, դոլարը գրբաներ, բայց Ռուսաստանը ծիրում։ Այս բաները պիտի հաղթարվի անգլոսաքսերի հետ, որտեղ դա քաղաքական մշակույթ է, դա հզորություն է նաև, այս ժողովուրդները խոսք ունեն աշխարհում եւ մենակ էս չի որ մեր կողքը Թուրքիա, Ռուսաստան, Պարսկաստան եւ այլն ինչ-որ լինում է։ Կարծում եմ որ մեր քաղաքականության մեջ այս շեշտադրումները պիտի ուժեղանան, բայց իմ առաջարկը էս բարակայում, որտեղ լավ իրազեկ չեմ, ես ասում եմ ստրատեգիայի առումով, գուցե եւ Ինդոնեզիայում այնքան հայություն կա, որտեղ տեղափոխվել են այս Ես չգիտեի, որ ասենք Ավստրալիայում կարող է այդքան հայություն լինի, իրենք ասում են քիչ է, բայց 40,000-ը մեր քանակի ժողովրդի համար բավականին շատ է, երկու քաղաքներում հատկապես։ Այս մեկ որ ուզում եի ասեի, երկրորդը կրթական համակարգի մասով անշուշտ դա եղել է, բայց այդ ինտենսիվ կապեր պետք է ուժեղանան, կրթությունը հատկապես, ասենք, որ դե մենք սովորենք, որ մենք սփյուռքին գիրք տանք եւ այլն։ Այդ սփյուռք գիրք տանողները, կոպիտ եմ ասում, պետք է նայեն թե դրանց կրթական համակարգերը ինչ առավելություններ ունեն, որ այդ երկրները խիստ զարգացած են։ Այսինքն սա պետք է արվի, ոչ թե այդ գիրքը տարան, թե չէ։ Բայց հիմա դա էլ չի արվում, ես կասեի, որ Հրանուշ Հակոբյանից եղել է այնտեղ, ինչ որ ինձ ասեցին, հենց գրքերի հարցով, վերջի շրջանում եղել է նաև Սինանյանը, այսինքն ես չեմ կարող ասել տարան Սիդնեյում հայկական մի
դպրոց մշտական ունեն եւ կարծեմ Կիրակնորյա դպրոց մի հրաշալի դպրոց շատ լավ դպրոց մեր հայ փոքրիկները ասեք դա ուրիշ աշխարհ է գնում այն երազների մոլորակ աշխարհի ցերու հայուկները հայ փոքրիկները հայկական դպրոց եւ շատ լավ ուղղակի քեֆս բերեց դպրոցն էլ ֆիզիկական իմաստով ծավալվում է, իհարկե ծախսեր են, դե ծախսերը այսպես է սպյուրքը, բայց Ավստրալիան մի հետաքրքիր առանձնահատկություն ունի, պետությունը, Ավստրալիայի պետությունը, որի համար պիտի շնորհակալ են բոլոր ազգային փոքրամասնություններին, դե երևն դե բոլորն են փոքրամասնություն, հիմնական անգլիացիներն չէ, աբորիգենների մասին չեմ կարող ասել, ուրեմն բոլորին ինքը 70 կամ 80% ծախսիր վրա է, հայկական դպրոց է, չգիտեմ թուրքական է, գերմանական է եւ այլն։ Եվ այդ իմաստով մեր համայնք շահած վիճակում է, որտեղ պետությունը ամեն առումով նպաստում է հայկական դպրոցների գոյությանը եւ դրանք բարձ է որ ավստրալիական դպրոցներ են։ Այնտեղ ասենք ցույց տվեցին գերմանական դպրոց, ճապոնական դպրոց, բոլորին խրախուսում է փող է տալիս, ես հատկապես ասեմ եւ լեզուների բանի պրոբլեմը վերացիները սա կարող են օրինակ սովորել որպես իրենց երկիրը լինի այնպեսին առաջատեմ էս ոլորտում ինչպեսին Ավստրալիան Հայաստանը ոչ Հայաստանը չունի այդ խնդիրը մենք ինչ որևէ անգամ եզդիներին ենք խանգարել ասոր ես գիտեմ Հայաստանը մենք այդ խնդիրները չունենք մեր ժողովուրդը հայ իհարկե մեր ժողովուրդը այդպիսի հարցեր չունի ինչ որ Այսինքն ստեղով է խնդիր առաջացնում, այստեղ խնդիրը մեր դպրոցի որակի մեջ է ընդհանրապես, ոչ թե պարագայով։ Ուզում եմ ասել, որ եւ մշակույթի առումով ինձ ինչ որ ես շատ զրուցել եմ էլի ովքեր հիմա ինչ կան բան են ասել, գուցե մեր հաղորդումից հետո դեզել կզանգեն մի բան կավելացնեն, մի բան կպակասեցնեն մշակույթի խրախուսում, ազգային մշակույթը ոչ մի խնդիր չէ դե, այս էլ լավ կլինի թուրքերը տեսնեն հատկապես Աբշերոնի եզը, ուրեմն որ մշակույթ ոչնչացնելը, ուրեմն ոչրագործություն ավելին, քան ցեղասպանությունն է։ Հետաքրքիր բան կա, որ ինձ մի գիրք են նվիրել են, հուշագիրք է բանի աբորիգենների կամ տեղաբնակների մշակույթին վերաբերող Գիրք է, ես էլ տվեցիմ Լևոնիկին, էլի, այդ մշակույթ շատ է ինքը երկել է բոլորը գիտեն, մի երկով մարդը կարող է հայկական միջավայրում այդտեղի, ուրեմն կետերով պատկերներ են, կետ, ինչ որ ասենք մարմին է, թե ինչ է, բոլորը կետ է, եւ դա Ավստրալիայի աբորիգենների մշակույթային, ասես սա շատ յուրահատուկ մի բան է, Եվ պետությունը իհարկե խնդիրներ եղել են, գիտեք, որ դա ապարտեիդ է եղել ժամանակին իվանն, հիմա ասում են պետությունը ահռելի միջոցներով, նրանց պահպանությամբ, նրանց քաղաքակրթվելով, դպրոցներով Ավստրալիայի պետության մասին այդ տեսակ պետություն է, ուրեմն դա անում է եւ խրախուսում է, դե այդ գիրքն էլ որ վաճառում է, որ չէ, ինձ նվիրել են, որտեղ ասեն շատ ունիկալ մի բան, ուրիշ տեղ չեք տեսնել Սոցիալական ապահովության լավագույն սիստեմ ունեն, ճիշտ ասած խորքը չեմ կարող ասել, օրինակ մեր սոցիալապահովության նախարարությունը կամ համասական գերաշխություն կարող ուսումնասիրել, որտեղ ըստ էության գիտեք ոնց է, այսպես է թոշակառուների երկիր, այսինքն թոշակառուների երկիրն իմաստով, որ բոլորը ապահովված են ծերության բարակայով, պետությունը ֆոնդերը թե ինչերը շատ ճկուն համակարգ ունի եւ սա անգլոսաքսոնական բան է, ասել ասեմ։ Այսինքն այսպեսի բաներ, որ 10 օրում ինչ որ ես տեսել եմ, ոստեկան չեմ տեսել, հատուկ մեկին եմ տեսել, հետն էլ լուսանկարվել եմ, կասեմ ինչու։ Եվ զինվորական չեմ տեսել, բայց իրենք ասում էին ոստիկանները, ասին մի հատ խախտում արա, այսը կերևա, ակնթարթով կիմանաս ուր է։ Իսկ ինչու եք նկարում։ Ինչպես նկար ասեմ, որտեղ ինձ շատ ես հիմա մեկ է քաղաքականության մեջ ենք, ես իմ որպես համայնքային, բայց իմ գնալը իմ համար եւ կուսակցության համար ուներ կարևորություն հետեւյալով, որ ես ուզում եմ Սփյուռքը ճանաչի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, ճանաչի այնպեսին ինչպեսին կա։ Բոլորն իմանան, որ դա ստեղծվել է, ստեղծվում է հեղափոխությունից հետո է ստեղծվել, դա այլընտրանք
օպոզիցիոն գուսակցությունը, բայց այլընտրանք է։ Այլընտրանքն այնպեսին, ինչպեսին հենց Ավստրալիայում իրար հետ պետություն օպոզիցիան, դա մշակույթ է։ Այնտեղ մի բան կա, որ դա ստեղծված է, ես իրենց էլ ասել եմ, մեր մշակութային ժառանգություն հազարավոր տարիների կաղնու բնի տեսքով քրիստոնեական մշակույթ եւ այլն եւ Սփյուռքը դա պիտի իմանա, որ մենակ այն չի, որ Սփյուռքը բանը KGB-ն ստեղծում է կուսակցություններ, կապում է Սերժի ջանը, ուրեմն հետո էլ այդ ջանից փոկվել չի լինում, որ պիտի իմանան, որ մենք մի բան ունենք խնդիրը, մենք աստվածաշնչյան ժողովուրդ ենք, ընդ որում ասեմ, որ իմ համար դա բան չի գիտե, ես ֆանատիկ չեմ, գիտեք որ, եւ մենք ունենք մշակութային մի ժառանգություն, որը գալիս է հատկապես Արտաշեսյանների շրջանից, որը սինթեզվեց Տրտատ Մեծի եւ Գրիգոր Լուսավորիչի գործնեության շրջանում, եւ մենք այդ իմաստով բացառիկ ենք որպես պետականորեն քրիստոնեություն ընդունած պետականորեն, ոչ թե քրիստոնյա առաջի ժողովուրդ ենք, այդ թերություն կա, որպես գաղափարախոսություն արժեք պետականորեն դիտած ժողովուրդ, դա բացառիկ բան է եւ դա շատ հարգանք ում հետ, որը տարին ասում ես, հիացմունքով լսում է, հանկարծ որ դա լսում է, ասում ես ինչի մասին է։ Եվ մենք իմանանք, որ դա մեր ապագան այնպես, ինչպես որ ժամանակին քրիստոնյա դեմոկրատիան Ադենոյը Գերմանիայի ապագա դարձրեց եւ ունենան Գերմանիան ինչը որ կա։ Ուրեմն սա ինձ համար շատ կարեւոր է եւ նաեւ դիտողություններ, որտեղ մենք որ տեսել ես երբ որ զրուցում եմ, ես շատ մի հատկություն ունեմ։ Դիմացին ինչպես էլ խոսեմ ու շատ լսում եմ։ Այդ պահին կարող է հագադրվեմ ինչ-ինչ բարագայով։ Հետո խելոք մտքեր միշտ իմն են։ Ես վերցնում եմ ցանկացածից ցանկացած բարագայով, որովհետեւ աշխատում եմ դա եւ այդ իմաստով իհարկե շատ կարեւոր էր եւ դրա համար ես խնդրեցի եւ պայմանավորվածություն ունեի լինել ինչ են ասում հարավային UFC այդ նահանգն է, ամենամեծ նահանգն է, որտեղ Սիդնեյն է։ Սիդնեյն էլ 120 կիլոմետր օվկիանոսի ափով տարածվող քաղաք է, այսինքն կոնգլոմերատ է, որտեղ իմ ամենալավ ընկերներից մեկի, որ իմ նաև երիտասարդական տարիներ ընկերն է, երկիչ ուրեմն Դարբինյան Էդուարդի հետ մեքենայով շրջեցինք, նաև այնտեղ էր հրավիրող կողմը, կասեմ ովքեր էր, ուրեմն մի լավ Լեփեջյան, ուրեմն Հայկը բարեգործականի ներկայացուցիչ եւ եմ շատ հարգելի իսպարագամ արդեն Թորոսը ոսկերիչ եւ այլն, որոնք կազմակերպ ուրեմն եւ ես պայմանավորվել էի, որ գնայի անպայման այդ նահանգի ուրեմն պարլամենտ, խորհրդարան, դե Կամբերա չգնացինք, որտեղ իմաստ չկար, այդտեղ է, այսինքն Ավստրալիան խմորվել է Սիդնեյի շուրջ, Սիդնեյի ծովացոցում լուսանկարել հրապարակել եմ եւ ես ինչ թույլ տվեցի ուրեմն դա արդեն թանգարանային տիպի է, նախնական տիպը կա, խորհրդարանում մի տեղ կա, որտեղ առաջին նիստերն են եղել, դուք Անգլիայի պարլամենտը կարող եք մակետով տեղափոխեք այդտեղ, որտեղ պատգամավորներն են, հա, լեյբորիստներ թե ինչ նույնն է, որտեղ խորհրդարանի նախագահն է, որից հետո կա մի բազգաթոռ գահ, որը դեք գիտեք, որ անգլիական դոմինիոն է, Անգլիայի թագավորի տեղն է, կամ նահանգապետի, եթե Անգլիայի թագավոր թաթուի չի լինում, այսինքն գիտեք ոնց ասեմ, քեֆներդ գալիս է, պետությունն է, պարլամենտ է, իհարկե բանու ամեն ինչը տեղը տեղ խնդրեցի, թույլ տվեցի, միան լուսանկարվել եմ ազգային ժողովի նախագահի տեղն է, որից հետո ասեցի պետական վեհությունն է հետո, պետության վեհությունը, իշխանության բարձրությունը, հիերարխիան, որից ենգում Անգլիայի թագավորն է, այսպես լուսանկարը կա, շատ հետաքրքիր բան է, ես որտեղ կարծում եմ, որ մենք լավ պարլամենտական պետություն կարող ենք դառնալ, պիտի դառնանք, եւ դա հնարավոր է, եւ Անգլիայից սովորելու շատ բան կա, որտեղ տասական երկիր է այդ իմաստով, ամեն ինչը տեղին է, հիմա դուրս է, էտել ասեմ, այս մասը լուսանկարներ եմ արել, մարդիկ կարող են դիտել, հիմա ինչպես կուզեմ մեկնաբանել իրենց, ուրեմն երկրորդ մասը կա, իհարկե ես եւ ուզում էի լուսանկարվեցի ուրեմն անվտանգության ծառայության աշխատակցի հետ այդ պարլամենտի, որոնք ինձ թույլ են տվել, իմ ընկերոջ հետ, մենակ չէ, այսինքն մտնել, ուրեմն իմ քաշի 3 քաշն ուներ, ոստիկանը եւ կոլտե կողքից,
բաննել ձեռնաշղթանել մյուս կրվը, այսինքն էդել ուրեմն ազգային ժողով մտնես, քաշ կշես, հայհոյես, հա, ոստիկանին կպնես, տեղում կստանաս կանգիդ, որպես օրենք։ Եվ այդ ոստիկան դու ոչինչ ասել չես կարող օրենքով ինքա։ Ես ուզեցի ասել, որ անգլիական կարգ ու կանոնը, պետական կարգը պիտի լինի ամեն ուր դա է եւ քեֆդ բերում է մարդ իր ծառայության մեջ է շատ բարյացակամ է բայց փորձի խախտում անես